Ողջույն։ Սկսենք գլխավորից։ Ոչ ոք ոչ միտեղ չի անհետացել եւ ուրիշ վայրում չի հայտնվել, լավ։ Քվանտային տելեպորտացիայի միջոցով նյութ տեղափոխել չի ստացվի, իսկ այ ինֆորմացիա կարելի է։ Խոսքն այստեղ մասնիկի քվանտային վիճակը A կետից B կետ փոխանցելու մասին է։ Դրա համար անհրաժեշտ է երկու բան՝ քվանտային խճճվածություն ու սովորական դասական կապի սիգնալ։ Ոչ մի ֆանտաստիկա, միայն ու միայն ֆիզիկա։ Սակայն հենց այս ֆիզիկան է դիտարկվում որպես ապագա քվանտային ցանցերի հիմքը։ Մինչև հիմա քվանտային տելեպորտացիայի տեխնոլոգիան ուներ լուրջ սահմանափակում։ Քվանտային վիճակները փոխանցվում էին ըստ էության միակ ուղիով եւ միաժամանակ։ Պրոցեսը հիշեցնում էր շատ դանդաղ ինտերնետ, ուղարկում ես հաղորդագրությունը, սպասում հաստատմանն ու միայն դրանից հետո ուղարկում հաջորդը։ Լաբորատորիայի համար դա բավական է, սակայն կապի իրական ենթակառուցվածքների համար անհրաժեշտ կլինի զուգահեռ աշխատանք։ Շանսի համալսարանի թիմը քայլ է կատարել հենց այս ուղղությամբ։ Գիտնականներն առաջին անգամ ցուցադրել են 24 մեգահերց լայնությամբ շերտում միանգամից քվանտային կանալների միաժամանակյա տելեպորտացիա։ Կանալներից յուրաքանչյուրը կոչվում է Sideband Q-mode։ Պարզ ասած, դա լույսի մեկ ճառագայթի մեջ առանձին հաճախային մոդ է։ Եթե պատկերացնենք, որ լազերը մայրուղի է, ապա Q-մոդներն անկախ երթևեկության գոտիներ են, որոնցով կարելի էր միաժամանակ փոխանցել ինֆորմացիայի տարբեր հոսքեր։ Առանցքայինն այստեղ տարբեր հաճախականություններով դասական կապի երկու կանալների ֆազաների ճշգրիտ կարգավորումն է։ Հենց ֆազային սինխրոնացումն է թույլ տվել պահպանել քվանտային կորելացիան եւ ճշգրիտ վերականգնել վիճակները ընդունիչ կողմում։ Կարևոր է, որ համակարգը ճկուն է։ Հետազոտողները կարողացել են յուրաքանչյուր գործարկման ժամանակ կառավարել միաժամանակ տելեպորտացվող ուղիների թիվը։ 3, 4, թե 5 կոնֆիգուրացիան սահմանվում է գիտափորձի ընթացքում։ Փոխանցման ճշգրտությունը կազմել է մոտ 70%, սա կատարյալ համընկնում չէ, սակայն սկզբունքային նշանակություն ունի մեկ այլ բան։ Բոլոր արդյունքները գերազանցել են այսպես կոչված չկլոնավորման սահմանը։ Սա ֆունդամենտալ շեմ է, որի ցածր փոխանցումը կարելի է բացատրել սիգնալի կլոնավորման դասական մեթոդներով։ Եթե արժեքը բարձր է, ապա մենք իրականում գործ ունենք քվանտային տելեպորտացիայի ոչ թե նրա նմանակման հետ։ Աշխատության գործնական նշանակությունը ակնհայտ է։ Եթե մի ֆիզիկական համակարգում լույսի մի ճառագայթում հնարավոր է զուգահեռ փոխանցել մի քանի անկախ քվանտային վիճակ, ապա դա ավելի ընդլայնելի է դարձնում ապագա քվանտային ցանցերի ճարտարապետությունը։ Կարիք չկա առանձին կայան կառուցել յուրաքանչյուր ուղու համար։ Հնարավոր է ուղղակի խտացնել փոխանցումը։ Ռոբոտ, որը ոտքերով զգում է մակերևույթն ու մի ակնթարթում փոխում ոտնաթաթի կոշտությունը։ Ճապոնացի եւ ֆրանսիացի ինժեներները մարդանման ռոբոտի համար մշակել են փափուկ պնևմատիկ ոտնաթաթեր, որոնք կարողանում են 100 միլիվայրկյանից պակաս ժամանակում փափուկ վիճակից անցնել կոշտ վիճակի։ Այսօր մարդանման ռոբոտներից ավելի ու ավելի հաճախ են սպասում, որ դրանք կաշխատեն լաբորատորիայից դուրս, պահեստներում, հիվանդանոցներում, սովորական տարածքներում։ Սակայն իրական աշխարհը կատարյալ չէ։ Հատակը կարող է լինել սայթաքուն, փափուկ, անհարթ, լարերով կամ փոքր խոչընդոտներով ծածկված։ Երկոտանի մեքենաների համար սա լուրջ խնդիր է։ Ծանրության բարձր կենտրոնը նրանց առանձնահատուկ զգայուն է դարձնում անհարթությունների եւ բեռնվածության նկատմամբ։ Մարդանման ռոբոտների մեծ մասն առայժմ օգտագործում է կոշտ ոտնաթաթեր, դա հեշտացնում է կառավարումը, սակայն մեծացնում է սահելու ռիսկը։ Խնդիրը որոշակի մեղմացնում են փափուկ ներբանները, սակայն դրանք չեն կարողանում իրական ժամանակում հարմարվել կոնկրետ մակերևույթին։ AIST-CNRX համատեղ լաբորատորիայի թիմն առաջարկել է կոմպրոմիս՝ կառավարվող կոշտության ոտնաթաթ մարդկային ոտքի անալոգիայով, որի մկանները կախված են ռելիեֆից, կարգավորում են տոնուսը։ Ռոբոտի ոտնաթաթի ստրուկտուրան եռաշերտ է։ Վերին եւ ստորին շերտերը պատրաստված են փափուկ Ecoflex սիլիկոնից եւ պարունակում են մանր օդային խցիկներ։ Այս շերտի միջև ոչ առանցքական շերտ է։ Երբ խցիկները հավասարաչափ լցվում են օդով, դրանք հակադիր ուժեր են ստեղծում միջին շերտի նկատմամբ, ավելացնելով ծռվելու դիմադրությունը։ Սկզբունքը հիշեցնում է անտագոնիստ մկանների աշխատանքը։ Սիլիկոնի ներսում տեղադրված են կմախքի դեր կատարող դատարկ ալյումինե էլեմենտներ։ Ոտնաթաթը բաժանված է 5 հատվածի, իմիտացնելով մատները։ Ամրության համար ներբանը լրացուցիչ փաթաթվել է կևլարե մանրաթելով, ինչը ավելացրել է կոշտությունը շուրջ 40%-ով։ Որպեսզի ռոբոտը հասկանա, թե ինչ մակերեսի վրա է քայլում, յուրաքանչյուր ոտնաթաթի առջևի մասում տեղադրված է Intel RealSense տեսախցիկ։ Ոտքի շարժվելու ընթացքում տեսախցիկը սկանավորում է մակերեսն ու կառուցում բարձրությունների պրոֆիլ։ Այդ տվյալները հայտնվում են քայլելու ավելի քան 6000 սիմուլացված մեթոդի վրա ուսուցանված նեյրոցանցի տրամադրության տակ, որն էլ հաշվարկում է օդի անհրաժեշտ ճնշումը սիլիկոնի մեջ եւ կարգավորում այն 3 էլեկտրամագնիսական փականներով։ Ամբողջ ցիկլը պատկերի ստացումից մինչև ճնշման փոփոխություն տևում է մոտ 130 միլիվայրկյան։ Դա տեղավորվում է ոտքը տեղափոխելու ժամանակի մեջ, ինչը տևում է մոտ 300 միլիվայրկյան։ Ընդ որում համակարգի էներգասպառումն աննշան է՝ 3 վատից պակաս, ինչը ռոբոտի ընդհանուր հզորության 2%-ից պակաս է։ Փորձարկումներն անցկացվել են
HRP 4CR մարդանման ռոբոտի վրա։ Մեքենան անցել է 2 մետր հարթ հատակի, գորգի և ցրված լարերով գորգի վրայով։ Համեմատվել է 3 տարբերակ կոշտ ոտնաթաթեր, պասիվ փափուկ ոտնաթաթեր ու նոր ադապտիվ համակարգը։ Ադապտիվ ոտնաթաթերը ցույց են տվել լավագույն արդյունքները։ Ծանրության կենտրոնի կողային շեղումը 12 սանտիմետրից կրճատվել է մինչև 3 սանտիմետր։ Մակերեսի հետ կոնտակտի ժամանակ հարվածային ուժերի առավելագույն արժեքը 600 նյուտոնից նվազել է մինչև 500 նյուտոն։ Ընդ որում հավասարակշռության բարելավումը ձեռք է բերվել բացառապես ոտնաթաթերի հատկությունների փոփոխության շնորհիվ, իսկ քայլելու ալգորիթմը մնացել է նույնը։ Բացի այդ, Mujoko սիմուլյատորի միջոցով ինժեներները մոդելավորել են ռոբոտի քայլվածքն ավելի բարդ մակերևույթների վրա՝ քարեր, կղմինդր, աղյուս, մանր խճաքար։ Մոդելը ցույց է տվել, որ ադապտիվ ոտնաթաթերը թույլ են տալիս հաղթահարել 25 մմ բարձրությամբ արգելքները ու ֆիքսված կոնֆիգուրացիաների համեմատ մոտ 70%-ով ավելացնում բարդ երթուղիների հաջող անցման հավանականությունը։ Առայժմ համակարգը փորձարկվել է միայն լաբորատորիայում։ Այն դեռ չի ստուգվել փողոցում կամ թույլ լուսավորության պայմաններում։ Հետագայում հեղինակները նախատեսում են ներբանի մեջ ավելացնել շոշափելիքի սենսորներ, որպեսզի ռոբոտը կարողանա ճշգրտել կոշտությունն անգամ ոչ հուսալի վիզուալ տվյալների դեպքում։ Այս շաբաթվա գիտնականն է Պիեր Սիմոն Լապլասը։ Մարտով փորձեց տիեզերքը վերածել հավասարման։ Լապլասը 18-ից 19-րդ դարերի ֆրանսիացի մաթեմատիկոս է։ Նա բացատրեց մոլորակների շարժումն աննախադեպ ճշգրտությամբ ու ցույց տվեց, որ արեգակնային համակարգը կայուն է եւ ենթարկվում է մեխանիկայի խիստ օրենքներին։ Հենց Լապլասն է ձևակերպել այսպես կոչված Լապլասի դևի հայտնի գաղափարը, հիպոթետիկ բանականություն, որը իմանալով տիեզերքի բոլոր մասնիկների դիրքն ու արագությունը կկարողանար մանրամասն կանխատեսել ապագան։ Նա նաեւ հիմք դրեց հավանականության տեսությանն ու վիճակագրությանը, վերածելով դրան գիտության, ոչ թե պատահականության գործիքների։ Նրա աշխատությունները ազդեցություն ունեցան աստղագիտության, ֆիզիկայի եւ անգամ տվյալների ժամանակակից վերլուծության վրա։ Լապլասն ապացուցեց, աշխարհը կարող է լինել աներևակայելի բարդ եւ միաժամանակ մաթեմատիկորեն բացատրելի։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։